Արցախի բռնազավթումը Թուրքիայի անմիջական աջակցությամբ ամեն հայկականի վերացումը, ամենայն հայոց հայրապետի ուղերձները Շվեյցարիայից։ Դարձյալ մեղադրանքներ հայերի հասցեին, Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը։ Խոչընդոտներ խաղաղության ճանապարհին, Բայրամովի բողոքները ամերիկացի պաշտոնյային։ Հարավային Կովկասը տարածաշրջանում օազիս դառնալու հնարավորություն ունի։ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլու տարածաշրջանի ապագային վերաբերող դիտարկումները։ Հորդարատ անձրևներ ու հեղեղումներ Հնդկաստանում կա 19 զոհ։ Նիգերիայում էլ 117 մարդ է մահացել ջրհեղեղների հետևանքով։ Շիրակի 7 դպրոց մեկական շրջանավարտ է ունեցել, գյուղերը դատարկվելու վտանգի տակ են։ Ատելության խոսքի տարածումը որպես ժամանակակից հանցագործություն, սոցհարթակներում վիրավորանքն ու սպառնալիքը ամենօրյա բնույթ են կրում։ Սեռական բռնությունը շարունակում է մնալ լուրջ ճգնաժամ, խնդրի խորությունն իրական է, մասնագետներն ահազանգում են։ Ձեզ կրտուք ու վրայար թաղթանակ թաղամասում մայրը մահացել է, բժիշկները պայքարում են 2 տարեկան երեխայի կյանքի համար։ Եվ ֆուտբոլային մրցապայքարի սպասված օրը ՊՍԺ-ն ու Ինտերը կվիճարկեն Չեմպիոնների լիգայի գավաթը։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, բարև ձեզ։ Ամենայն հայոց կաթողիկոսի առաջարկով եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել է կրոնական ազատություն, հայկական հոգևոր մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում խորագրով միջազգային համաժողով։ Վեհափառ հայրապետն իր ելույթում անդրադարձել է Արցախում տեղի ունեցած իրադարձություններին ու շեշտել, որ Ադրբեջանը թուրքական աջակցությամբ ճնշել ու բռնի տեղահանել է 120,000 հայի։ Վեհափառը անդրադարձել է նաեւ խաղաղության պայմանագրի առաջ չգնացող գործընթացին ադրբեջանական պահանջներին։ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը իրականացրել է ոճրագործություն, բռնազավթել եւ ամբողջապես հայաթափել է Արցախը, գրավել է Հայաստանի սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ։ Խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացնում է նորանոր պահանջներ։ Ադրբեջանը պատանդ է պահում Արցախի քաղաքական ղեկավարներին, քաղաքացիական անձանց եւ ռազմագերիների, իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով։ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ Վերջինը Հաքին տեղեկացրել է տարածաշրջանում առկա իրավիճակի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաեւ այդ ճանապարհի խոչընդոտների մասին, թե ինչ բողոք է այս անգամ ներկայացրել պաշտոնյան հայտարարությունում չի հստակեցվում։ Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հերթական կեղծ դատական նիստ ներկայացել պետական խմբագրումներով հրապարակված տեղեկությունների համաձայն դատարան բերված այսպես կոչված տուժածները խոսել են 44-օրյա պատերազմի իրադարձությունների մասին, դարձյալ հնարած մեղադրանքներ հնչեցնելով հայերի հասցեին։ Հաջորդ նիստը նախատեսված է հունիսի 2-ին։ Երկխոսություն, որը չի ընդհատվել, Բաղրամյան 6-ի մշակութային տարածքում կայացել է երկխոսություն Ռուբենի հետ միջոցառումը, հավաքվել էին Ռուբեն Վարդանյանի ընկերները եւ համախոհները, նրա ծննդյան օրվանից 1 շաբաթ հետո քննարկելու այն աքսիոմներն ու ուղերձները, որոնք Արցախի նախկին պետնախարարը փոխանցել էր Բաքվի բանտից։ Ռուբեն Վարդանյանը մի ժամանակ հավաքում էր մարդկանց խոսելու ամենակարևոր բաների մասին, Հայաստանի ապագայի 21-րդ դարում հայ լինելու իմաստի մասին։ Երկխոսությունը շարունակվում է։ Երևանի սրտում, այս շենքում ու այս բակում բազմաթիվ մեծ գաղափարներ են ծնվել։ Ռուբեն Վարդանյանը արթնանում էր դեռ լույսը չբացված, ընկերներն են հիշում։ Տաթևի վերածնունդը Ավրորան UWC Դիլիջան քոլեջը, որ ոչ միայն համահայկական նշանակության, այլ միջազգային մասշտաբի նախաձեռնություններ են, ծնվել ու զարգացել են այստեղ։ Ու նախքան ընկերները, մտերիմները կսկսեն երկխոսությունը Ռուբենի հետ, հնչում է Հորացիոն։ Երգահան բանաստեղծ Մարինե Ալեսի 17 տարի առաջ գրած այս երգը հնչել է եղբոր Ռուբեն Վարդանյանի 40-ամյակին։ Ծանր սպասում է, բայց միևնույն ժամանակ հարազատներին հենց ինքը Վարդանյանն է հույս տալիս ու գոտեպնդում իր խոսքով, ուղերձներով, լայնախոհությամբ։ Համոզված են, նրան անգամ Բաքվի մութ ու խոնավ բանտերը չեն կոտրում, կամքն ամուր է, ձգտում է միայն դեպի բարին։ Երբ որ խոսում եմ հեռախոսով, ես ոչ մի անուն չեմ տալիս, համենայն դեպս, բայց միշտ բարևները հաղորդում եմ, ասում եմ Ռուբեն ջան, քեզ բարևում են, քո համար աղոթում են։ Ինձ ասեց Մարին, ես դա զգում եմ,
հավատացեք այն ինչ որ մենք այստեղ անում ենք հիմա, ինքը այնտեղ դա զգում է։ Հավաքվածները, որ Վարդանյանի տարիների ընկերներն են, գաղափարակիցները, նաև մարդիկ, ովքեր գուցե մեկ անգամ են հանդիպել նրան, միևնույնն է չեն դժվարանում երկխոսել բարերարի հետ, անգամ այն դեպքում, երբ նա ժամանակավորապես հեռու է։ Բաքվից հնչող ուղերձների միտքն ու ասելիքը հստակ է, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա։ Վարդանյանի համար արժեքները չեն փոխվում, առաջնահերթությունները եւս։ Նա սովորեցնում է սեփական օրինակով։ Պետք է գործել սեփական օրինակի հիման վրա։ Միակ բանը, որ կարող ես անել, դա սեփական օրինակն է։ Այսինքն ես այսպես եմ անում, տեսեք եւ դուք էլ այդպես արեք։ Եվ նրա Արցախ գնալը շատ բանով այստեղ է, ուրեմն դրա հետ էր կապված։ Զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է։ Այս նախադասությունը 100% զուտ մաքուր Ռուբեն Վարդանյանն է։ Ավելի քան 30 տարի է Տեր Մեսրոպ Քահանա Արամյանը ճանաչում Վարդանյանին, ասում է. Վարդանյանը վտանգավոր աստիճանի համարձակ է, դրա հիմքը անսահման հավատն է, հավատ, որը ուժի ամուր վկայությունն է։ Հոգևորականն ասում է, այն վախկոտների համար չէ, Վարդանյանը հաղթահարել է բոլոր վախերը։ Ռուբենը այդ առումով դաս տվեց եւ օրինակ հանդիսացավ ուղղակիորեն բոլորի համար։ Եթե այսօր Աստված ձեզ շանս է տվել եւ դուք ունեք հնարավորություն, ծառայեցրեք դա կրթությանը։ Տառապանքը մարդուն բուժում է ու երբ սեղմվում է օղակը, ավելի է սամբրանում։ Վարդանյանը Բաքվի բանտի իր ուղերձներով արդարամիտ, մարդասեր ու հայրենանվեր գործով ապացուցում է իր կամքի ուժը կոտրել հնարավոր չէ, ծնկելու մասին խոսք լինել չի կարող։ Ասում են չէ մեծ նավի մեծ ճանապարհ։ Մեծ նավի վրա մեծ քարեր են գցում։ Ռուբենին մեծ քարերով են խփում։ Համար մենք Ռուբենին պիտի մաղթենք ուժ կորով կարողություն, որպեսզի նա դիմակայի, որովհետև նա պիտի իմանա, որ իրեն նայում է մի ամբողջ հայություն։ Չկորցնել հավատը, ինչպես ինքը Վարդանյանը չի կորցրել, ապրել պատվով ու երբեք չխեղճանալ։ Սա է բարերար Ռուբեն Վարդանյանի պատգամը, որ պետք է ամուր պահել, մինչև կլինի արդար վերադարձ։ Տիգրան Գուրգինյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Ես շատ գոհ եմ հարևան երկրների առաջնորդների հետ ունեցած իմ հանդիպումներից։ Հարավային Կովկասը տարածաշրջանում օազիս դառնալու հնարավորություն ունի։ Վրաստանի հանրային հեռուստաընկերության հրատապ թեմա Մակացինցաձեի հետ հաղորդման ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։ Նա անդրադարձել է նաև տարածաշրջանում կայունության հաստատման կարևորությանն ու այդ պայմաններում ուրվագծվող հեռանկարներին։ Իդեալական էր պատկերը, երբ մենք զրուցում էինք միմյանց հետ։ Իմ առաջին այցը եղել է Ադրբեջան, այնուհետև Հայաստան։ Աստիճանաբար Հայաստանն էլ է նկատում այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը։ ԱՄՆ-ի այսօրվա շնորհավորանքն էլ է սա ընդգծում։ Նրանց համար նույնպես ակնհայտ դարձավ, թե ինչ հնարավորություններ կան, որպեսզի Հարավային Կովկասի խաղաղությունը դառնա առաջնահերթություն։ Հարավային Կովկասն ունի տարածաշրջանային օազիս դառնալու հնարավորություն։ Մենք ոչ թե հակամարտությունների առարկա, այս կամ այն երկրի հանձնարարությունները կատարող պիտի լինենք, այլ աստիճանաբար շարժվենք հանդիպումների, ներդրումների, հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ ռեսուրսը գոյություն ունի։ Մյուս թեմաները քիչ անց։ Հորդարատ անձրևներ ու հեղեղումներ Հնդկաստանում կա 19 զոհ։ Նիգերիայում էլ 117 մարդ է մահացել ջրհեղեղների հետևանքով։ Շիրակի 7 դպրոց մեկական շրջանավարտ է ունեցել, գյուղերը դատարկվելու վտանգի տակ են։ Ատելության խոսքի տարածումը որպես ժամանակակից հանցագործություն, սոցհարթակներում վիրավորանքն ու սպառնալիքը ամենօրյա բնույթ են կրում։ Սեռական բռնությունը շարունակում է մնալ լուրջ ճգնաժամ, խնդրի խորությունն իրական է, մասնագետներն ահազանգում են։ Ծեսկրտուք ու վրայար թաղթանակ թաղամասում մայրը մահացել է, բժիշկները պայքարում են 2 տարեկան երեխայի կյանքի համար։ Եվ ֆուտբոլային մրցապայքարի սպասված օրը ՊՍԺ-ն ու Ինտերը կվիճարկեն Չեմպիոնների լիգայի գավաթը։ Շարունակենք թողարկումը։ Հնդկաստանում 19 մարդ զոհվել է, ավելի քան 12,000-ը վիրավորվել անդադար մուսոնային անձրևների հետևանքով, որոնք առաջացրել են մի շարք մահացու սողանքներ, հեղեղումներ եւ համատարած ավերածություններ։ Օդերևութաբանական վարչությունը հյուսիսարևելյան մի քանի նահանգների համար կարմիր տագնապ է հայտարարել, նախազգուշացնելով առաջիկա օրերին նոր տեղումների մասին։ Առնվազն 8 մարդ մնացել է ծուղակում այն բանից հետո, երբ հզոր սողանքը փլուզել է 3 շենք։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Նիգերիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվն էլ հասել է 117-ի։ Նախնական տվյալով մայիսի վերջին Նիգերիայում տեղացած երկարատև տեղատարապ անձրևները հանգեցրել են ջրհեղեղների մոկվակ տարածքում։ Տուժածները բժշկական օգնություն են ստանում քաղաքի կենտրոնական հյուրանոցում։ Ջրհեղեղի հետևանքով 50 տուն ջրի տակ է անցել բնակիչներով հանդերձ։ Մայիսի 30-ին ժամը 22-ի սահմանում հաղթանակ թաղամասում հանրությանը հայտնի 4-րդ գյուղում սկսված վիճաբանությունն ու ծեծկռտուքը ողբերգական ավարտ է ունեցել։ Իսկ ամեն ինչ սկսվել է շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձանց մինչև սկսված վիճաբանությունից, որի մասնակիցն է դարձել նաև հիվանդանոց դիմաց 32-ամյա տղամարդը։ Միջադեպի մասնակիցները մեքենաներով հետապնդել են իրար եւ հենց այդ ժամանակ էլ BMW մագնիշի մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել մորն ու որդուն։ Արդեն շտապօգնության ավտոմեքենայում վրաերթի ենթարկված կինը գիտակցության չգալով մահացել է։ Նրա 2 տարեկան երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Պարզվել են միջադեպի բոլոր հանգամանքները, այդ թվում BMW-ի վարորդի ինքնությունը։ Հայտնաբերվել է նաև կեղծ համարանիշներով Նիվա, որը կապ է ունեցել վիճաբանության ծեծկռտուքի եւ մահվան ելքով վրաերթի հետ։ Սեռական բռնությունը շարունակում է մնալ լուրջ, բարձրաձայնվող ճգնաժամ, թաքնված վախի, ամոթի ու անտեղյակության քողի ներքո։ Խնդրի խորությունն իրական է։ Բռնությունն ու այլ հանցագործությունները երեխաների նկատմամբ ունեն կործանարար հետևանք ու երկարատև ազդեցություն ոչ միայն անմիջական զոհերի, այլ նաև ամբողջ հասարակության համար։ Ինչ դերակատարություն ունեն ու ինչպիսի մարտահրավերների առաջ են կանգնում մասնագետները տուժածների վերականգնման ճանապարհին։ Եթե 2020 թվականին անչափահասների նկատմամբ 252 հանցագործություն է կատարվել, ապա այս տարի 2025-ի միայն առաջին երամսյակում թիվը ճիշտ 240 է, այսինքն ընդամենը 12-ով պակաս 2020-ի ամբողջ տարվա ցուցանիշից։ Վիճակագրությունը, որ ժամին ներքին գործերի նախարարությունից են փոխանցում, հստակ ցույց է տալիս, թվերը հարյուրներով տարեցտարի են ավելացել։ Առաջին կտրուկ աճը 2021-ից 22 թվականների միջակայքում է 268-ից 390, հաջորդ տարի միանգամից 786, արդեն 2024-ին թիվը նվազում է, բայց միայն 32-ով։ Հատկապես բռնության կանխարգելման ու բռնության արձագանքման մեխանիզմների տեսանկյունից դարձյալ խնդիրները շատ մեծ են, ընդհուպ այն աստիճանի, որ որոշակի դեպքերում օրինակ իրավասու մարմինների ներկայացուցիչները կլինեն դրանք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, թե ցանկացած այլ իրավասու մարմնի ներկայացուցիչ, իրենք հենց բռնության տեսակների վերաբերյալ պատշաճ պատկերացում չունեն, արդյունքում չեն էլ կարողանում արձագանքել այս խնդիրներին։ Իսկ ընդհանուր առմամբ ո՞րն է թվերի ահռելի այս աճի պատճառը։ Իրավապաշտպանները միաբերան են շեշտում, ընդգծում, պաշտպանական համակարգը ոչ թե մասամբ, այլ ընդհանրապես արդյունավետ չի գործում։ Առաջնային օղակը մասնավորապես հենց հոգաբարձուների եւ խնամակալության հանձնաժողովները նրանք պրոֆեսիոնալ մարմիններ չեն եւ հստակ երեխայի լավագույն շահից ելնելով որոշումներ չեն կայացնում։ Երկրորդ նաեւ բացահայտում շատ կա։ Առաջ օրինակ ընդհանրեք դա ցերիմացում, լատենտեր եւ այլն, իսկ հիմի բացահայտում շատ է։ Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերն էլ արդեն ոչ թե երկնիշ, այլ եռանիշ թվերով են 2020-ին 52, 2024-ին 111։ Մասնագետը խնդրին հակառակ դիտանկյունից է նայում։ Այս դեպքում ծնողները երբեմն շարունակում են լուռ մնալ։ Չի ուզում դիմի ոստիկանություն, չի ուզում դիմի պատկան մարմիններ, մտածում է, որ հանգարտ է երեխայի պատվի արժանապատվության խնդիր, հայկական պիտակավորման։ Վաղը հունիսի 1-ն է, իրավապաշտպանները հերթական անգամ հիշեցնում են, երեխաների տոնը չէ, այլ նրանց իրավունքների պաշտպանության օրը, այնպես որ փուչիկ պաղպաղակն իրենց հերթին, բայց ոչ բռնության հետ միաժամանակ։ Ընդ որում ոչ միայն այդ օրը, այլ միշտ տարին 365, երբեմն էլ 366 օր։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Վերջին տարիներին սոցիալական հարթակները դարձել են ոչ միայն ինքնաարտահայտման ու ազատ խոսքի, այլ նաև ատելության խոսքի տարածման հիմնական դաշտերից մեկը։ Վիրավորանքներն ու սպառնալիքները ամենօրյա բնույթ են կրում, հաճախ մնալով անպատիժ։ Ինչպես է տարածվում ատելության խոսքը, ինչ հետևանքներ կարող է ունենալ եւ արդյոք հնարավոր է սահմաններ գծել ազատ խոսքի եւ ատելության միջև։ Մասնագետների պարզաբանումը։
Մեր օրերում սոցիալական ցանցերում ատելության խոսքի տարածումը ամենատարածված հանցագործություններից մեկն է դարձել։ Այս հարթակներում, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը, TikTok-ը կամ Telegram-ը, հաճախ են հանդիպում օգտատերերի, որոնք վիրավորում կամ սպառնում են մարդկանց։ Սոցիալական ցանցերում այսպես կոչված հանցագործները հաճախ հանդես են գալիս առանց լուսանկարների, առանց իրական տվյալների, ինչի արդյունքում շատերը դառնում են առցանց բուլինգի զոհ, բայց հարց է առաջանում, որտեղ է սահմանը խոսքի ազատության եւ ատելության խոսքի միջև։ Մարդու տեսակից, հոգեկան կայունությունից, ստրեսակայունությունից, իրավագիտակցության մակարդակից, զարգացողության աստիճանից, կրթվածությունից, այդ բոլորի վրա մենը հոգի կարաթողի։ Ամենախոցելին իհարկե դեռահասներն են։ Նրանք դեռ ձևավորվող անհատներ են եւ ցանկացած բացասական արձագանք հատկապես հրապարակային կարող է խաթարել նրանց հոգեբանական կայունությունը։ Սոցիալական հարթակներում իր հասցեին վիրավորական մեկնաբանությունների հանդիպող դեռահասի արձագանքը կարող է լինել մեկուսացումը, ինքնավնասումը կամ նույնիսկ սուր հոգեկան ճգնաժամը։ Այստեղ կարևոր է հասկանալ ատելության խոսքի ձևակերպումը, որովհետև ատելության խոսք գոնե այն ընկալմամբ, որը ես եմ հասկանում, դա այն դեպքն է, երբ որևէ կոնկրետ խմբի կամ անձի դեմ տարածվող բովանդակությունը արդարացնում է, ասենք, ատելությունը, անհանդուրժողականությունը եւ մղում է գործողությունների։ Իրավական տեսանկյունից հիմնական խնդիրը բարդության մեջ է։ Սոցիալական հարթակներում օգտատերերի մեծ մասը հանդես է գալիս անանուն կամ կեղծ պրոֆիլներով, իսկ գործնականում նման դեպքերում շատ դժվար է պարզել իրական մեղավորներին եւ ապահովել պատշաճ պատասխանատվություն։ Իրավական, հոգեբանական, մեդիագրագիտության գործիքները պետք է գործեն միասին, ստեղծելու վիրտուալ միջավայր, որը ոչ թե վախեցնում է, այլև տալիս է ինքնաարտահայտման հնարավորություն։ Հայաստանի Սահմանադրության 42 հոդվածով գրած որ կարծիքի ու արտահայտման ազատություն, բայց նաև այդտեղ կա ձևակերպում, որ դա բացարձակ չէ եւ չի կարող ուրիշների իրավունքները խախտել, այդտեղ կա որոշակի գործիքակազմ, այսինքն դիմել դատարան։ Սոցիալական ցանցերն այսօր մեր կյանքի անբաժան մասն են։ Դրանք հնարավորություն են տալիս շփվելու, արտահայտվելու, սովորելու եւ ոգեշնչվելու, բայց այդ նույն հարթակներում երբեմն թաքնվում է մի լրակյաց սպառնալիք, ատելության խոսք անվան ներքո, ուստի ցանկացած պարագայում պետք է հիշել խոսքի ուժը։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։ 2024-25 ուսումնական տարում Շիրակի մարզում դպրոցն ավարտել է 1804 աշակերտ, 12-րդ դասարանը, 9-րդ դասարանն ավարտել է 3017 աշակերտ։ Մարզի գյուղական դպրոցները այս տարի շրջանավարտներ չունեն։ Մասնագետներն ահազանգում են, եթե այսպես շարունակվի, շատ դպրոցներ կդադարեն գոյություն ունենալ։ Շիրակի մարզի 7 դպրոց այս տարի մեկական շրջանավարտ է ունեցել, մեկն էլ Լեռնուտ գյուղի դպրոցն է։ Տխուր պատկեր է, ինչ խոսք, բայց խնդիրն ավելի խորքային է։ Ոչ միայն Շիրակի մարզում, այլև Հայաստանի մյուս մարզերում էլ նկատվում է բնակչության պակաս, արտագաղթ եւ ծնելիության նվազում։ Գյուղական կյանքը անհրապույր է դարձել, աշխատանքի հնարավորություններ չկան։ Որոշ դեպքերում նաեւ ծնողները երեխաներին տեղափոխում են մայրաքաղաք կրթական ցենզը բարելավելու համար։ Պայմաններ չկա, գյուղատնտեսությամբ զբաղվել կարծես թե այդքան էլ շահավետ չի եւ կամաց տեղափոխում են քաղաքներ, հիմնականում մայրաքաղաք։ Ցավոք սրտի շատերն էլ մայրաքաղաքից ուղակի դուրս են գնում, երկիրն են լքում։ Իրավիճակն այնքան անմխիթար է, որ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում կիրառվում է բազմահամակազմ դասարանների ձևավորման կարգը։ Դրանք ձևավորվում են 1-ից 4-րդ, 5-ից 9-րդ եւ 10-ից 12-րդ դասարանների միջակայքում։ Այսինքն մի քանի դասարան միաժամանակ դասասենյակում պարապում է նույն ուսուցչի հետ։ Ըստ կրթության փորձագետի, չնայած բազմահամակազմ դասարանների մոդելի կիրառումը պետական միջոցների խնայման տեսակետից արդյունավետ է, այդուհանդերձ կրթության որակի ապահովման տեսանկյունից խնդրահարույց է։ Կամ պրոֆեսիոնալ պիտի լինի, որ 45 րոպեվա ընթացքում համ առաջի դասանի երեխային դաս պարապի, համ երկրորդին, համ երրորդին, համ չորրորդին, ու հաշվի առնի նաև տարիքային առանձնահատկությունները, դա հնարավոր չի։ 4 տարբեր դասարանների աշակերտներին նույն առարկան դասավանդել 1-45 րոպեվա ընթացքում։ Ոլորտի փորձագետը կրթական գերատեսչության տրամադրած տվյալներն է վկայաբերում։ 2024 թվականի դրությամբ Հայաստանում հանրակրթական դպրոցների 26.7%-ը մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներն են՝ Սյունիքում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում, Տավուշում եւ այլուր։ Եթե այսպես շարունակվի, փորձագետների դիտարկմամբ հեռու չէ այն օրը, երբ շատ դպրոցներ պարզապես կդադարեն գոյություն ունենալ, չէ
է, որ նախարարությունն էլ վերջերս առաջ բերեց դպրոցների խոշորացման ծրագիրը, ըստ որի մինչև 100 աշակերտ ունեցողները կմիավորվեն։ Դպրոցները մեր հատկապես բարձր լեռնային սահմանամերձ բնակավայրերում ունեն համայնքաստեղծ նշանակություն։ Դրա հիման վրա կազմավորվում է հենց այդ համայնքը։ Եթե մենք դպրոցը հանում ենք համայնքից, ըստ էության մենք դատապարտում ենք գյուղին ուղղակի դատարկվելու բնակավայրի։ Վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանում բնակավայրերի թիվը պակասել է։ Եղել է գյուղ, հիմա այդ գյուղում ուղղակի մարդ չի ապրում։ Կրթության քաղաքականությունը տանում է նրան, որ այդ դպրոցները միավորեն, փակվեն, մի քանի համայնքի համար ստեղծվի մի դպրոց, դրա գլխավոր ապացույցը նախարարի հրամանն է։ Կրթության փորձագետներն ահազանգում են, եթե կառավարությունը գործուն քայլեր չձեռնարկի ներքին եւ արտաքին միգրացիոն գործընթացները նվազեցնելու ուղղությամբ, ապա հարյուրավոր դպրոցներ առաջիկա տարիներին կփակվեն, հիշյալ բնակավայրերը որպես բնակավայր կդադարեն գոյություն ունենալ եւ արտագաղթի տեմպերը կաճեն երկրաչափական պրոգրեսիայով։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Համբավ ու համարում ունեցող 30 զեկուցող 300 առաջատար մասնագետ ֆինանսական տարբեր հաստատություններից Երևանում անցկացված Եվրասիական կապիտալի շուկաների միության ամենամյա համաժողովին Ամերիա բանկն արժանացել է պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակին։ Եվրասիական կապիտալի շուկաների միության ամենամյա Confeas 2025 միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում անցկացվող FEAS չեմպիոնների լիգայի մրցանակաբաշխությանը Ամերիա բանկն արժանացել է պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակին։ Առաջին անգամն է, որ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտի որևէ կազմակերպություն արժանանում է FEAS չեմպիոնների լիգայի հեղինակավոր մրցանակին։ Մեզ համար այսօր մեծ պատիվ է ստանալ այս հեղինակավոր մրցանակը, այն ըստ էության պարտատոմսերի շուկայում ակտիվության համար մրցանակ է։ Ամերիա բանկը շատ լուրջ ներդրում է ունեցել նաև Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման մեջ։ Լիգայի մրցանակների համար այս տարի պայքարել է ավելի քան 60 կազմակերպություն։ Ամերիա բանկը մրցում էր, ասենք, նույն Աբու Դաբիի շուկայի հետ, Պարսկաստանի շուկան բավականին զարգացած Պարսկաստանի շուկայի հետ, Եգիպտոսի եւ այլնի եւ այլնի։ Եվ այդ շուկաների մեջ ստացավ մրցանակ։ Այս մրցանակները բարձրացնում են ինչպես մրցանակակիր ընկերությունների, այնպես էլ ընդհանուր շուկաների ճանաչելիությունը։ Դրանք օգնում են մեզ ավելի լավ ճանաչել միմյանց, խթանելով համագործակցությունը եւ հետաքրքրությունը։ Չեմպիոնների լիգայի մրցանակաբաշխության շրջանակում մասնակիցներին տրվում են մրցանակներ երկու անվանակարգում՝ բաժնետոմսերի շուկայում եւ պարտատոմսերի շուկայում ակտիվության համար։ Ամերիա բանկի համար այս մրցանակը ընդլայնման լավ հնարավորություն է։ FEAS-ը բավականին մեծ ցանց ունի եւ իհարկե սա հնարավորություն է տեղեկատվություն ստանալ եւ կապեր հաստատել ներդրողների հետ։ Մենք կարծում ենք, որ սա նաեւ նպաստելու է ընդհանուր առմամբ Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ եւ վստահության եւ հետաքրքրության աճին, թե միջազգային ներդրողների կողմից, թե ինչու ոչ նաեւ տեղական մեր ներդրողների կողմից։ Confeas 2025 հոբելյանական 30-րդ համաժողովը հյուրընկալեց ոլորտի 300 առաջատար մասնագետի եվրասիական երկրների ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից, կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից եւ միջազգային ֆինանսական հաստատություններից։ Նաիրի Մուրադյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Մարզական լուրեր այսօր հայտնի կդառնա UEFA-ի չեմպիոնների լիգայի հաղթողը Մյունխենի Ալյանս արենայում կայանալիք եզրափակչում կմրցեն Ֆրանսիայի չեմպիոն PSG-ն եւ Իտալիայի փոխչեմպիոն Ինտերը։ Ի դեպ PSG-ն պատմության մեջ երկրորդ անգամ է հանդես գալու չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Հենրիխ Մխիթարյանն Ինտերի կազմում երկրորդ անգամ կմասնակցի չեմպիոնների լիգայի եզրափակչին։ PSG-Ինտեր խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23-ին։ Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր է։ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացածկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը վաստակել է 14.799 միավոր ու գրավել առաջին տեղը։ Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաեւ 2021-2023 թվականներին։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, ցտեսություն։